Կառավարությունն այսօր հավանության է արժանացրել առողջապահության նախարարության իմունային կանխարգելման ազգային ծրագրի ծառայությունների աջակցության դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2010 թվականի նախահաշիվը հաստատելու, այս տարվա պետական բյուջեում եւ կառավարության նախորդ տարվա որոշումներից մեկում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին հարցը։ Առողջապահության փոխնախարար Հայկ Դարփինյանի ներկայացրած հաջորդ հարցն առնչվում է բնակչության բժշկական օգնության սպասարկման մասին ոլորտում փոփոխություններ կատարելուն։ Արդարադատության նախարարի ներկայացրած առաջին հարցը վերաբերում էր ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղիների տեղական տուրքերին։ Նախարարի խոսքով վճարովի կայանատեղիների համար սահմանվող գումարը 1 ժամվա համար կլինի 500 դրամ։ Ինչ վերաբերում է հսկողության, ապա լիազորությունները վերապահվում են ավականուն։ Կառավարությունը արդարադատության նախարարությանը գումար է հատկացրել աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից Երևանում իրավաբանական անձանց գրանցման ծառայությունների մատուցումը 1 պատոհանի կանգառ սկզբունքով իրականացնելու համար համապատասխան տարածքի նորոգման եւ կահավորման նպատակով։ Դրա շնորհիվ կկրճատվեն օրենքով սահմանված գրանցման վճարն ընդունելու ընթացակարգը եւ ժամկետը։ 1 պատոհանի կանգառը կոչտվի արգից ռեժիմով աշխատելու հնարավորությամբ։ Կառավարությունում հարցը ներկայացրեց արդարադատության նախարարը։ Գործադիրի ղեկավարը եւս իր հերթին շեշտեց ծրագրի կարեւորությունը։ Սա 2010 թվականի արդարադատության նախարարության կարևորագույն ռեֆորմներից մեկն է, որը գտնվում է պարոն Դանիելյանի անմիջական հսկողության տակ, եւ հատկացնելով այս գումարը մենք պետք է ավելացնենք, որ մենք ստանում ենք 250,000 եվրո գրանտ Եվրոմիությունից, Ասիական բանկից, որպեսզի ծրագրային ապահովումն էլ ամբողջական լինի եւ այս տարի պետք է ավարտենք աշխատանքները։ Լրջագույն ռեֆորմա, որը բիզնես միջավայրը պետք է բարելավի, 1 պատոհանի սկզբունք կիրառվելու եւ երբ որ ծրագրային նոտեցումները պատրաստ լինեն, երևի մենք արդեն պետք է կազմակերպենք լայն լուսաբանում այս խնդրի, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան օգտվել այս ծառայություններից։ Կառավարության հավանությանն արժանացավ նաև Մաքուր հայրենիք ազգային ծրագիրը։ Բնապահպանության փոխնախարարը նշեց, որ նախատեսվում է օրենսդրական դաշտի կատարելագործում, ինչպես նաև քարոզչական մեծ ծավալի աշխատանքների իրականացում։ Գործադիրն այսօր լսեց նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին, ով ներկայացրեց Հնդկաստանի Հանրապետությունից Կոմեշի միս ներմուծելու հարցը։ Նրա խոսքով 1 տարի առաջ վարչապետի կողմից ձևավորվեց աշխատանքային խումբ, որն արդեն 3 անգամ եղել է Հնդկաստանում եւ տեղում ուսումնասիրություններ կատարել խնդրի հետ կապված։ Կոմեշի միս ներմուծում են նաև մի շարք այլ երկրներ, նկատեց պարոն Սարգսյանը, հավելելով, որ առաջարկվող սահմանափակումներով մատնանշում են նաև պահանջվող չափանիշները։ Օրինակ, միս արտահանող կողմը պետք է ունենա ոչ պակաս քան 10 տարվա գործունեության իրավունք, տեղում սպանդանոց ունենա, համապատասխանի միջազգային չափանիշների, մասնավորապես ISO-ին։ Կառավարության աշխատակազմի ղեկավարը ներկայացրեց նաև արդեն Հայաստանում աքսազերծման կանոնները։